Պարկինսոնի հիվանդությունը ինքնին նեյրոդեգեներատիվ հիվանդություն է, ամենատարածված նեյրոդեգեներատիվ հիվանդություններից մեկը, այսինքն պարզ լեզվով ասած, դա մի հիվանդություն է, որ ժամանակի ընթացքում բերում է գլխուեղի համապատասխան կառույցների, կենտրոնների վնասման։ Պատճառները մինչ օրս դեռևս ուսումնասիրվում են, կան տարբեր վարկածներ, բայց վերջնական հիպոթեզը հաստատված չէ, որն է պատճառաբանությունը հիվանդության։ Հիվանդությունը ախտահարում է առավելապես մեծահասակ անձանց, 60 տարեկանից մեծ բնակչության գրեթե 1%-ը տառապում է նշված հիվանդությամբ, որը բավական մեծ թիվ է, սակայն հիվանդությունը հաճախ սկսվում է ավելի վաղ տարիքում, եւ մենք ունենք հիվանդներ, որոնց մոտ արդեն հիվանդությունը բավական պրոգրեսիվ ընթացքի մեջ է, արդեն 40 տարեկան կամ մի փոքր ավելի վաղ տարիքում։ Հաճախ հիվանդները դիմում են բժշկի, երբ որ հիվանդության սիմպտոմները բավարար չափով պրոգրեսիվում են եւ հնարավոր է լինում հստակ դրանք հայտնաբերել, այսինքն երբեմն վաղ փուլերում հիվանդները չեն էլ նկատում այդ սիմպտոմները։ Տարածված հիմնական սիմպտոմները, որոնք որ նկատվում են գրեթե բոլոր հիվանդների մոտ, դրանք շարժողական խանգարումներն են, ամենաարտահայտվածը դա լինում է դողը, վերջույթների դանդաղաշարժությունը, հավասարակշռության խանգարումները, վերջույթների կարկամությունը, երբեմն լինում է խոսքի խանգարումներ եւ նաեւ Պարկինսոնի հիվանդությանը բնորոշ են որոշակի վեգետատիվ խանգարումներ, քնի խանգարումներ, մարսողության որոշակի խանգարումներ եւ այլն։ Բժիշկ, նշված ախտանշանները համակցված են ի հայտ գալիս, թե կարող է միայն մեկի հայտ գալը արդեն անհանգստացնող է եւ ինչ աստիճանի դողը, նույն անքնությունը, որովհետեւ կարող է շփոթմունք լինել, այսինքն փունջը պիտի հայտ գա, որ մարդը մտածի, որ խնդիր ունի։ Շատ հաճախ մեր հիվանդները իրենց ախտորոշումը անմիջապես չեն ստանում, այսինքն այնպես չէ, որ հիվանդը դիմում է առաջին անգամ բժշկի եւ միանգամից դրվում է ախտորոշում, քանի որ ախտորոշումը ինքնին կլինիկական ախտորոշում է, չկա ինչ-որ մի կոնկրետ արյան հետազոտություն, ասենք որ մարդիկ անեն եւ ասեն վերջ դուք ունեք Պարկինսոնի հիվանդություն։ Սա կլինիկական ախտորոշում է եւ հաճախ սա դրվում է ինչ-որ ժամանակ անցնելուց հետո, այսինքն քանի որ սիմպտոմներն էլ այնպիսին են, որ կարող են հանդիպել նաեւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Կան շարժողական շատ այլ խանգարումներ, որոնք իրենց կլինիկական պատկերով շատ նման են հենց Պարկինսոնի հիվանդությանը, բայց ունեն լրիվ այլ պատճառաբանություն, լրիվ այլ բուժում։ Հետևաբար ես խորհուրդ կտամ բոլոր անձանց, ովքեր նկատում են որոշակի նյարդաբանական սիմպտոմներ, սկզբում դիմեն նյարդաբանի։ Հետո նյարդաբանը, երբ որ արդեն կողմնորոշում է, որ սա ինչ որ շարժողական խանգարում է եւ կարիք կա ավելի նեղ հետազոտությունների, նա ճիշտ տարբերակն է, որպեսզի ուղղորդի շարժողական խանգարումներով զբաղվող նեղ մասնագետ նյարդաբանի մոտ, որոնք որ ավելի փորձառու են եւ զբաղվում են առավելապես հենց շարժողական խանգարումներով։ Քանի որ շարժողական խանգարումների մեջ էլ շատ դժվար է դիֆերենցիալ մի տեսակը մյուսից, բայց դա շատ կարեւոր նշանակություն ունի, քանի որ բուժման մոտեցումները լիովին տարբերվում են եւ կանխատեսումը, հետագա ընթացքը շատ տարբեր են։ Հետևաբար ես խորհուրդ կտամ, որ մարդիկ դիմեն բժշկի սիմպտոմների ի հայտ գալու հենց սկզբում, բայց մեր իրականության մեջ հաճախ հիվանդները դիմում են եւ երբ որ պատմում են իրենց գանգատները, մենք սկսում ենք իրենց ավելի մանրամասն հարցեր տալ, հավաքել բժշկական անամնեզը, տեսնում ենք, որ 5-10 տարի առաջ արդեն իրենց մոտ ինչ-որ սիմպտոմներ նկատվել են, ինչ-որ վերջույթի շրջանում ցավ, դող, որոնց նրանք ուշադրություն չեն դարձրել, բայց տարիների ընթացքում դրանք պրոգրեսիվ են եւ հիվանդները հաճախ դիմում են կյանքի որակն է տուժում, ասենք ձեռքի դողը խոչընդոտում է ինչ-որ գրելուն կամ սնունդ ընդունելու նոր մի քիչ էլ ընդանակ ոսկորի կամ երբեմն շարժողական խանգարումների ուշադրություն չեն դարձնում, մինչև որ զարգանում են արդեն մտավոր ունակությունների նվազում, նույն դեմենցիան, որը որ շատ հաճախ է ուղեկցում Պարկինսոնի հիվանդությանը, եւ այդ ժամանակ են հարազատները դիմում։ Ես հենց դա եմ ուզում հարցնել, արդյոք Պարկինսոնի հիվանդությունը դեմենցիայի ընդհանուր տերմինի մեջ մտնում է եւ ուզում եի հարցնել կոգնիտիվ խանգարումներ լինում են, թե մարդը ինչ որ փուլում այն ամենը կոգնիտիվ ոչ մի խնդիր չունի, այսինքն եթե հիվանդությունը, այսպես ասենք, տարբերակենք ժամանակագրորեն կամ փուլերով, քանի փուլ ունի, որ փուլից է որ արդեն կոգնիտիվ խնդիրն են իհայտ գալիս։ Սա շատ ինդիվիդուալ է, կան հիվանդներ, որոնց մոտ ի սկզբանե Պարկինսոնի հիվանդությունը դրսևորվում է միայն, օրինակ, միակողմանի վերջույթների դողով, եւ անգամ 10-20 տարի հետո նորից հիվանդի մոտ առկա է միայն նշված սիմպտոմը։
եւ բուժման մոտեցումները լրիվ տարբեր են։ Չի գումարվում ոչ մի այլ սիմպտոմ, չի գումարվում մտավոր ունակությունների խանգարում, կոգնիտիվ խանգարումներ, բայց շատ հաճախ հիվանդությունը պրոգրեսիվող ընթացք ունի եւ այն սկսվում է միակողմանի, տարիներ հետո արդեն ընդգրկվում է նաեւ մյուս կողմի վերջույթները, տարիների ընթացքում դեղորայքը դառնում է ոչ արդյունավետ, դրսևորվում են դեղորայքի կողմնակի էֆեկտները, որոնցից ամենատարածվածը հենց դեղորայքի հանդեպ անտանելիությունն է, անկանոն շարժումները, դիսկինեզիաները եւ այլն եւ սովորաբար դեմենցիան դա ավելի ուշ փուլերում է դրսևորվում հիվանդության։ Սակայն կան հիվանդներ, որոնք անգամ 2-3 տարի հետո արդեն զարգացնում են որոշակի խանգարումներ։ Կա ինչ-որ փաստական տվյալ Հայաստանի պարագայում, թե որ տարիքին ավելի բնորոշ, որ տարիքից ավելի շատ կամ երիտասարդացման մասին խոսեցինք, քանի տարեկանից 40 նույնիսկ դուք մատնանշեցիք։ Այո, մենք ունենք հիվանդներ, այդ հիվանդները հիմնականում հաճախում են նյարդաբանների մոտ, այսինքն նյարդավիրաբուժի մոտ հազվադեպ են լինում, բայց մի քանի անգամ ինձ են դիմել հիվանդներ, որոնք ավելի երիտասարդ են, բայց ամբողջ աշխարհում ընդունված է դա դասակարգումը, որ 60 տարեկանից մեծ բնակչության մոտ 1%-ը տառապում է նշված հիվանդությամբ։ Նրանք տարբեր կլինիկական ընթացքով ձևեր են, տարբեր պրոգրեսիվության եւ բոլորն էլ ունեն ընդհանուր ախտորոշումը Պարկինսոնի հիվանդություն։ Պատճառագիտության մասին խոսենք, կա այդպես ինչ որ բնորոշ բան, թե ինչից է։ Ես կարծես թե կարդացել եմ, թե ինչ պակաս շարժվելն է բերում այս խնդրին արդյոք։ Պատճառները վերջնական ուսումնասիրված չեն, կան բազմաթիվ վարկածներ, այսպես թե աուտոիմուն, թե ինչ որ սպիտակուցային փոխանակության խանգարումներ, թե ինչ որ ժառանգական նախատրամադրվածություն, թե ինչ որ հետ-ինֆեկցիոն աուտոիմուն, այսինքն սխալ ռեակցիաներ եւ այլն, շատ տարբեր վարկածներ կան, սակայն անգամ պաթոգենեզ, այսինքն մեխանիզմը ինչպես է զարգանում հիվանդությունը լիարժեք ուսումնասիրված չէ, լիարժեք, բայց ուսումնասիրված է շատ խորը եւ ընդհանուր բոլորս գիտենք, որ հիվանդությունը դրսևորվում է բազալ հանգույցների գլխուեղում տեղակայված խորանիստ օջախներ են դրանց հիմնական մի մասի ախտահարումով եւ այդ ախտահարումն է, որ բերում է նշված կլինիկային, այսինքն այդ դողին, դանդաղաշարժությանը եւ հավասարակշռության խանգարումներին, պրոգրեսիվող եւ այլն։ Աշխարհը ինչ բուժում է առաջարկում արդյունավետ, արդյոք լիարժեք բուժում կա եւ ոնց որ համաշխարհային պրակտիկան, նորարարությունները ներկայացնելով գանք, թե մեր երկիրն ինչ առաջարկում այս հիվանդներին։ Որպեսզի հասկանանք բուժման մոտեցումները, պետք է մի քիչ անդրադառնանք պատմությանը, ինչպես է զարգացել, քանի որ ես ասացի, խնդիրը մակերեսային չէ, խնդիրը գլխուղեղի բավական խորը տեղակայմամբ հանգույցների, այսինքն կորիզների ախտահարումն է եւ բժշկության համար գլխուղեղի այդ խորը ստրուկտուրաները մինչ օրս լիարժեք հասանելի չեն, այնտեղ միջամտությունները սովորաբար ուղեկցում են բավական լուրջ բարդություններով եւ կարելի ասել, որ բաց վիրահատական միջամտություններ նշված զոնաներում չեն իրականացվում։